Սիրելի ընկերներ, Anti-Fake Head-ում մենք շարունակում ենք հետևել Հայաստանում եւ Հայաստանից դուրս տեղնեցող իրադարձություններին, զարգացումներին։ Դուք տեսնում եք, որ Մերձավոր Արևելքում շարունակվում է ինտենսիվ պատերազմը Միացյալ Նահանգներ Իսրայել տանդեմի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև, եւ ես շարունակում եմ իմ քննարկումները այդ հարցի շուրջ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Ողջույն, պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հերթական անգամ հարցազրույցի հնարավորության համար։ Շնորհակալ եմ։ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ եւս 48 ժամ է տրամադրում Իրանի Իսլամական Հանրապետությանը, որպեսզի վերջինս բացի Հորմուզի նեղուցը, եւ դա արեց բավական գրեյկ ոճով, իրեն հատուկ ոճով, վիրավորանքներ հղելով Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հասցեին, եւ ըստ արդյոք վերջնաժամկետի լրանալուց հետո Միացյալ Նահանգները կանեն այն, ինչ խոստանում է Դոնալդ Թրամփը։ Ես կամփոփեի մեր հին կինոյի, հիշում եք, երաժշտական խմբի տղաները, այնտեղ այսպիսի ասացված կար. «Տղեկ ջան, մեր վերջը եկել է», հիշում եք։ Ես ցավոք սրտի պետք է ասեմ, որ Միացյալ Նահանգների նախագահը խելագարվել է, այսինքն ամբողջ աշխարհը մի մարդու ձեռքում է գտնվում, որը ունի նաև միջուկային զենք, 5,500 միջուկային գլխիկ, որը պաշտոնապես խելագարվել է եւ երեք գրել է հետեւյալ բանը. երեքշաբթին կլինի էլեկտրոկայանների օրը եւ կամուրջների օրը, բոլորը մեկում եւ դա լինելու է Իրանում։ Այսպիսի բան դուք չեք տեսել։ Բացեք, դե հիմա ես սա չեմ կարող ոչ անգլերեն, ոչ հայերեն ասել, բայց Միացյալ Նահանգների նախագահը կարող է գրել։ Մենք այդ օրն էլ եկավ, որ Միացյալ Նահանգների նախագահը ասենց բառեր է գրում. Open the effing straight, you crazy bastards։ Բացեք նեղուցը, ասենք մայրիկը լացացրած նեղուցը, այսպես ասենք, դուք խելագար տականքներ, կամ դուք կընկնեք դժոխք, զգուշ եղեք եւ հետո ծաղրելով մահմեդական հավատքը ասում է Praise be to Allah։ Դոնալդ Թրամփ, ամերիկացի մեկնաբանները եկել են այն եզրակացության, որ մեծ ռիսկ կա, որ նախագահ Թրամփը խելքը գցել է։ Իսկ դա շատ վտանգավոր է։ Իրեն արդեն համեմատում են Անգլիայի Գևորգ III-ի հետ, մի թագավոր, որը նույնպես խելագարվել էր, կամ գոնե այսպես պատմաբանները այսպես են ասում։ Նա նախ սպառնում է, հետո անցնում է ինչ-որ ուլտիմատումների, հետո անցնում է ինչ-որ ասում է, որ բանակցություններ են գնում, հետո նորից սկսում է ռմբակոծել Իրանը, վերջերս նորություն ստացվեց, որ 45 օրվա զինադադարի առաջարկ է ներկայացվել Պակիստանի կողմից եւ Իրանը դա հիմա քննում է։ Իրանը հրաժարվում է ուղղակիորեն բանակցել Միացյալ Նահանգների հետ, բայց այսպիսի առաջարկներ քննարկվում են։ Աշխարհը գնում է դեպի մեծ տնտեսական աղետ, դա արդեն սկսվել է, ես չգիտեմ ձեր մոտ մենք ասել ենք թե ոչ, վառելիքը արդեն պրծնում է Ասիայում, մարդիկ երկար հերթերի մեջ են կանգնած, Միացյալ Նահանգներում տնտեսությունն է տուժում, տասնյակ հազարավոր մարդիկ գործազուրկ են դառնում, Անգլիայում եւ Եվրոպայում արդեն ավիաընկերությունները կրճատում են չվերթները, քանի որ վառելիք չկա, մենք գնում ենք դեպի խոշորագույն միջազգային ճգնաժամ։ Հիմա ուրբաթ օրը նրանք փորձեցին, տեսակ, որ երկու օդաչու էին խոցվել Իրանում, մեկին ցավոք սրտի չհաջողվեց փրկել, սպանվեց ամերիկացի օդաչուն, երկրորդին կարողացան գտնեն եւ փրկեն, բայց Միացյալ Նահանգները կորցրեց 6 ուղղաթիռ եւ ինքնաթիռ, այսինքն մեծ գնով դա արվեց, իհարկե դա պետք էր արվել, եւ որոշ կասկածներ կային, որ այդ ինքնաթիռները փորձում էին հետախուզություն կատարել եւ պատրաստվել Իսֆահանի շրջանում հարստացված ուրանի այդ հանման օպերացիային։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ մի մարդ, որ այսպիսի բառեր է գնում, լինելով Միացյալ Նահանգների նախագահ, նախ նա չպետք է լինի Միացյալ Նահանգների նախագահ, ես համոզված եմ, որ սկսվելու է impeachment-ի
գործընթացը, որին ես կաջակցեմ, որպես քաղաքացի ես իրավունք ունեմ։ Կարծում եմ, որ այս մարդը այլևս չպետք է լինի մեր նախագահը, նա մեզ բոլորիս խաբեց։ Չնայած որոշ ուրիշ երկրներ էլ կան, որտեղ մարդիկ խաբում են ընտրվելու ժամանակ։ Չեմ հիշում որ մեկը։ Դա նշանակում է, որ մենք գործ ունենք մի մարդու հետ, որը կարող է ցանկացած որոշում ընդունի։ Օրինակ սկսել ցամաքային զորքերի ուժերի տեղակայումը Իրանում, 82-րդ դեսանտային դիվիզիան արդեն այնտեղ է, մի քանի հազար ամերիկացի ծովայիններ այնտեղ են, նրանք որևէ ձևով չեն կարող դիմադրել 1 միլիոնանոց իրանական բանակին, սա տանելու է դեպի արյունահեղություն, ամերիկացիներ են սպանվել, իրենց մարմինները բերվելու են Միացյալ Նահանգներ եւ նոր ուժով բռնկվելու են բողոքները Միացյալ Նահանգներում։ Այսինքն մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Միացյալ Նահանգների նախագահը կարող է F տառով սկսվող բառեր գրի համացանցում, պետք է ասել, որ անգամ մեր ղեկավարին տվել անցել է, մենք գուցե չափազանց խիստ էինք իր հետ, որովհետև պարզվում է այս մեկն էլ է խելքը գցել, բայց շատ վտանգավոր է, որովհետև մենք գործ ունենք մի մարդու հետ, որը ունի ամենամեծ բանակը, ամենահզոր բանակը աշխարհի եւ միջուկային զենք, մոտ 6000 միջուկային գլխիկ։ Նա կարող է ցամաքային օպերացիա սկսել եւ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զոհեր ունենան ամերիկացիները, որը շատ ցավալի կլինի։ Եվ որպես վերջին խելագարություն նա կարող է սպառնալ կամ անգամ փորձել օգտագործել միջուկային ինչ որ տարբերակ, ասենք տակտիկական ինչ որ զենք, այդ բառն էլ չեմ կարող ասեմ։ Կամ դա կարող է անել Իսրայելը, տեսնելով որ Միացյալ Նահանգները հետ են քաշում։ Սա շատ վտանգավոր է, մենք ունենք գործ ոչ ռացիոնալ, իր խելքը կորցրած նախագահի հետ, որը գտնվում է լիովին արտաքին ուժերի ազդեցության տակ։ Դա շատ եւ շատ վտանգավոր է։ Հիմա մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները չի կարողանում իր առջև դրված ռազմավարական խնդիրները լուծել եւ անգամ անձնակազմի կորուստներ է ունենում, ինչպես դուք նշեցիք, վերջին օրերին Միացյալ Նահանգների բազմաթիվ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ են խոցվել իրանական կողմից։ Սա արդյոք թույլ է տալիս ենթադրել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի որոշակի աջակցություն տարբեր երկրներից, մասնավորապես Ռուսաստանից կամ Չինաստանից հակաօդային պաշտպանության ասպեկտում։ Դրա մասին խոսում են որոշ վերլուծաբաններ, Ամերիկայից, Եվրոպայից, որոշ վերլուծաբաններ։ Այո, այսպիսի ենթադրություններ կան, որ Չինաստանը օգնել է Իրանին հոպի համակարգեր մատակարարել ժամանակակից, Ռուսաստանը օգնում է հետախուզության առումով, թիրախները գտնելու գործով օգնում է, իր արբանյակային հետախուզությունն է օգտագործում, բայց դա ուղղակի կարծիքներ են, դա պետք է ստուգվի, այդպես է թե ոչ։ Դե հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները օգնում են ուկրաինացիներին գտնել Ռուսաստանի թիրախները, իհարկե Ռուսաստանը կարող էր նույն բանը անել, այդ նույն ծառայությունը մատուցել Միացյալ Նահանգներին Իրանում։ Դա հնարավոր է։ Ռազմական առումով Միացյալ Նահանգները իհարկե կարողացավ ջախջախել նավատորմը, Իրանի նավատորմը եւ հոպի համակարգերի մեծ մասը եւ բալիստիկ հրթիռների այն համակարգերը, որոնք նա օդից կարողացավ գտնել, բայց խնդրեմը այն է, որ Իրանը շատ հրթիռներ թաքցրել է գետնի տակ գտնվում են բունկերներ, մեծ խորավորության վրա, խորքի վրա եւ այնտեղ մի քանի 100 մետրի հարց է, այսինքն այսպիսի բունկերները օդից խոցելը շատ դժվար է լինելու եւ ակնհայտ է, որ Իրանը իր բանակը կազմակերպել է այնպես, որ անգամ երբ հրամանատարները սպանվում են, նրանք միանգամից փոխարինվում են եւ բանակը գործում է ոչ լիովին կենտրոնացած ձևով, այսինքն տարբեր, ասենք համակարգեր գործում են ավտոնոմ ձևով։ Ես կարող եմ միայն դա ենթադրել, քանի որ տեսնում եք, որ երբ սպանվում են հրամանատարները, բանակը շարունակում է դիմակայել։ Տարբեր զորամասեր հիմա երևի գործում են ավտոնոմ ձևով եւ գետնի տակ են գտնվում։ Այսինքն սա կարող է դեռ երկար շարունակվել, իսկ եթե Միացյալ Նահանգները կատարի այս ինքնասպանությունը եւ գետնի վրա տեղակայի արդեն սկսվի ցամաքային օպերացիան, 82-րդ դիվիզիան, մի քանի ուրիշ դիվիզիաներ այնտեղ լինեն, որևէ շանս չկա, որ նրանք կարողանան գրավել Իրանի ինչ-որ մի մասը, միանգամից կսկսվի լայնածավալ
ցամաքային պատերազմ, Իրանը ունի 1 միլիոն զինվոր, կսկսեն նաև պարտիզանական կամ ոչ կանոնավոր պատերազմ կսկսվի, ոչ միայն Իրանում, նաև Իրաքում, որտեղից էվակուացվել է արդեն Միացյալ Նահանգների քաղաքացիներին ասել են, որ նրանք դուրս գան երկրից, սա շարունակվել է ամբողջ ռեգիոնում երկար ժամանակ, հիշեք, որ Աֆղանստանում նրանք 20 տարի փորձեցին հնազանդեցնել Աֆղանստանը եւ դա չստացվեց, կարծեմ $2 տրիլիոն ծախսվեց Աֆղանստանում եւ 2,500 ամերիկացի զինվոր մահացան եւ այդ ամբողջը վերջացավ այդ վերջի կադրերով, որ Կաբուլից օդ էին բարձրանում ամերիկյան ինքնաթիռները եւ այն բոլոր աֆղանացիները, ովքեր օգնում էին ամերիկացիներին, հետևներից վազում էին, որ փրկվեն։ Ես ուղղակի խոսք չունեմ, ես այսպես չէի պատկերացնում Միացյալ Նահանգների ղեկավարության ռացիոնալիզմի մտածելակերպի մակարդակը, որ այսպիսի սխալ կարելի է անել հերթական անգամ։ Սա լինելու է նոր Վիետնամ Միացյալ Նահանգների համար եւ խորքային հետևանքներ ունենալու Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար։ Պարոն Խաչկյան, այդ ամենին զուգահեռ մենք տեսնում ենք հետաքրքիր զարգացումներ նաև Հայաստանի շուրջ։ Տեղ ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպումը, որտեղ ռուսական կողմը իր անթաքույց դժգոհությունը հայտնեց Հայաստանի ղեկավարության քայլերի առնչությամբ եւ հստակորեն նաև Փաշինյանին մեղադրեց Արցախը հանձնելու մեջ 2022 թվականի Պրահայյան գագաթնաժողովում։ Վլադիմիր Պուտինը նաև խոսեց Հայաստանում քաղաքական բռնաճնշումների մասին, շեշտադրելով այն, որ պրոռուսական ուղղվածություն ունեցող ուժերին եւ գործիչներին Հայաստանում հալածում են կամ բանտերը նետում։ Ինչ կասեք այս առումով եւ մենք տեսնում ենք, որ վերջին մի քանի օրերին Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձ են անում շանտաժի լեզվով խոսել ռուսական կողմի հետ, նշելով, որ եթե ռուսները բարձրացնեն գազի գինը, իրենք դուրս կգան ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից։ Ես գիտեք, սրա մասին շատ անգամ խոսվել է, անընդհատ կրկնվել պետք չէ, բայց ես հետեւյալ պահանջը կներկայացնեի, որ իսկապես այս կառավարությունը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Արդեն այնքան անգամ է սա ասվել, այնքան անգամ էս բառախաղերը մենք լսել ենք, այս շանտաժը, ինչպես ասեցիք, մենք լսել ենք։ Եթե տղամարդ եք, խնդրում եմ, արեք ձեր ասածը։ Վերջապես արեք այն, ինչ որ դուք այսքան տարիներ խոստացել եք, որ մենք կկտրվենք Ռուսաստանից, կգնանք Եվրոպա։ Ես կողմ եմ, ես պաշտոնապես ասում եմ, դուք գիտեք, ինձ այնտեղ անվանում են ռուսամետ, որովհետև ես ասում եմ նույն բանը, ինչ որ այս մարդիկ ասում են, երբ որ վազում են Մատվիենկոյի եւ Պուտինի մոտ, բայց ես դա ասում եմ ավելի արժանապատիվ ձևով, իսկ նրանք ստորանալով։ Որպես Հայաստանի այսպես կոչված ռուսամետ ներկայացուցիչ, ես պահանջում եմ, որ վերջապես դուք ձեր ասածը անեք, ձեր խոսքի տերը լինեք եւ դուրս գաք ԵԱՏՄ-ից։ Հենց այս շաբաթ հայտարարություն արեք, որ Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից։ Արդեն անհնար է այս խաղերը լսել։ Եթե դուք չեք ուզում Ռուսաստանի հետ հարգալից հարաբերություններ ունենալ, մի ունեցեք։ Դուրս եկեք ԵԱՏՄ-ից, դուրս եկեք ՀԱՊԿ-ից, անմիջապես դիմեք եվրոպական կառույցներին, թող տրամադրեն տնտեսական օգնություն Հայաստանին եւ թող ապահովեն Հայաստանի անվտանգությունը։ Այլևս անհնար է հետևել այս բառախաղերին եւ այս շանտաժին։ Վերջապես տղամարդ եղեք, ցույց տվեք, որ ձեր խոսքը ինչ որ արժեք ունի, մի կոպեկի արժեք ունի, ոչ թե բազարային այդ խոսակցությունները, որոնք վարում են արդեն 8 տարի։ Դուրս եկեք ԵԱՏՄ-ից, ես պահանջում եմ, որ դուք դա անեք, եթե դուք ձեր խոսքի տերն եք։ Այդ հանդիպման հրապարակային հատվածը բավականին շատերի գնահատմամբ շատ հետաքրքիր էր, որովհետև ռուսական կողմը ըստ առաջին անգամ բաց տեքստով այսպիսի խոսակցություն ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ ըստ ձեզ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Հետևանքները պարզ են, շատ անգամ խոսել ենք դրա մասին, մեր բնակչությունը դա շատ լավ գիտի, այսօր տեսեք որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպել են բնակչության հետ, գյուղերում եւ քաղաքներում, եւ ինչ են ասում այդ մարդիկ, 95%-ով մենք կախված ենք Ռուսաստանից, այս բոլոր մարդիկ, ովքեր այստեղ հավաքվել են, գնալու են Ռուսաստան աշխատելու, այնտեղից մենք փող ենք ստանում, այնտեղից մենք գազ ենք ստանում, վառելիք ենք ստանում, այնտեղ 2 միլիոն հայ է ապրում։ Ես հոգնել եմ, ես այլևս չեմ ուզում սրա մասին խոսել,
Ես պահանջում եմ, որ նրանք կատարեն իրենց խոստումը եւ դուրս գան ԵԱՏՄ-ից։ Եվ մենք տեսնենք մեր աչքով եւ իր աղանդի անդամները, այդ սեկտանտները, որոնք գնում են լսել, թե սա ոնց է թմբուկ նվագում, այդ մարդիկ պետք է իրենց աչքով տեսնեն սրա հետևանքը։ Ես արդեն հոգնել եմ։ Գիտեք, երբ որ, ասենք, մարդը թմրանյութ է օգտագործում, Միացյալ Նահանգներում շատ լավ արտահայտություն կա։ Նրանք դուք չեք կարող կանգնեցնել մի մարդուն, որը ուզում է թմրանյութ օգտագործել։ Նա պետք է անի, այդ թմրանյութը ընդունի, մինչև գլուխը պատին չկպնի։ Ամերիկացիները ասում են rock bottom, այսինքն ամենաներքևի կետին նա պետք է հարվածի։ Իջնի մինչև վերջ։ Տեսնի դրա հետևանքը, դրանից հետո խելք հավաքի։ Ես այլևս չեմ կարող ոչ մեկին ոչ օգնել, ոչ սովորեցնել, թե ինչ կլինի, եթե մենք կտրվենք Ռուսաստանի շուկայից, որտեղ ենք մենք վաճառելու մեր արտադրանքը, որտեղ են աշխատելու մեր սեզոնային աշխատողները, որտեղից ենք մենք տրանսպորտային միջոցներ ստանալու, գազ ստանալու, ես այլևս չեմ ուզում դրա մասին խոսել։ Խնդրում եմ դուրս եկեք ԵԱՏՄ-ից, պահանջում եմ, որ դուք դուրս գաք ԵԱՏՄ-ից, որ մեր մարդիկ փորձենք, եկեք փորձենք, տեսնենք սրա հետևանքը ինչ է լինելու։ Այս հարցը լուծենք, էլի վերջապես 8 տարի դրա մասին խոսում ենք։ Մինչև մենք մեր գլուխը չտանք քարին, rock bottom, մինչև մենք չխփենք, մենք չենք հասկանա։ Ես այլևս որևէ մեկի հետ չեմ ուզում սրա այս թեմայով խոսալ։ Դուրս եկեք ԵԱՏՄ-ից, ես ուզում եմ տեսնել հետևանքը։ Եվ վերջում Նիկոլ Փաշինյանի այդ միջադեպի ժամանակ կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը տեղափոխվել է հիվանդանոց եւ մենք տեսնում ենք, որ Փաշինյանական ռեժիմը չի խնայում անգամ դպրոցականներին։ Այս մարդիկ հստակորեն թիրախավորում են բնակչության բոլոր շերտերին, այն շերտերին, ովքեր որ իրենց դեմ են եւ իրանց համար կապ չունի անգամ տարիքային շեմը եւ փաստացի այսօր մենք ունենք դպրոցական քաղաքական բանտարկյալ եւ ըստ ինչու է Փաշինյանը թիրախավորում 18 տարեկաններին։ Նա փորձում է վախեցնել ժողովրդին, մեզ բոլորից վախեցնել եւ գիտեք, թող սա տեսնեն, թող լավ նայեն մեր մայրերը, որոնք երեխաներ ունեն, որոնց վրա նույնպես կարող է հարձակվել իր թիկնապահը բռունցքով ծեծել, որ իրան պարգևավճար տան։ Թող դա տեսնեն մեր ուսուցիչները, թող դա տեսնեն մեր դասախոսները, մեր ուսանողները։ Վաղը դուք եք լինելու այդ տղայի տեղը, որ նա գա մտնի խանութ, եկեղեցի, դպրոց, ու ասի դուք պետք է ասեք, որ դուք ինձ սիրում եք, թե չէ մենք ձեզ կբրդբրթենք, հետո կգցենք գետնին։ Սա պետք է ցույց տալ այն մարդկանց, ովքեր 18 թվին դմփ հու էին անում։ Մի մարդ, որ ասում էր, որ նա խոնարհվում է մեր առաջ։ Սա պետք է ցույց տալ այն մարդկանց, ովքեր ասում են մենք բռնությունը չենք հանդուրժում, ինչպես կարելի է խուլիգանություն անել։ Պետք է ցույց տալ այդ մարդկանց, թե ինչպես իրենց ազգային բեսեդկայի նախագահը թքեց բանի Երևանի կենտրոնում քաղաքացու դեմքին, դա երևի խուլիգանություն չէր։ Թող մարդիկ լավ նայեն սրան եւ հասկանան հետևանքը ինչ է լինելու, երբ որ նրանք գնալու են քվեարկել։ Իդեպ լսել եմ, որ եւս մեկ խելագարություն ասվեց, որ Ադրբեջանը ապահովել է մեր անվտանգությունը։ Այն ժամանակ, երբ Ալիևը, ես լսեցի իմ շատ լավ գործընկերուհի Նայրա Զորաբյանի ելույթը, ստուգեցի, Ալիևը ասում է Խոջալիում, որ Հայաստան ընդհանրապես գոյություն չի ունեցել, մենք արևմտյան Ադրբեջան ենք եւ այստեղ պետք է վերադառնան 300,000 ադրբեջանցի։ Հիմա ես ասում եմ, ճիշտ ասում, եթե մեր հասարակությունը սա չի հասկանում, չի ուզում տեսնել, եթե մեր հասարակության որոշ մասը դեռ այս աղանդի անդամ է, ուրեմն մենք արժանի ենք, ճիշտ անում, թող Ալիևը անի, ինչպես նա ուզում է, եթե մենք ուզում ենք, որ լինի այդպես, թող լինի այնպես, ինչպես ուզում են մեր հասարակությունը։ Բայց ես կոչ կանեի, որ մարդիկ ուղղակի նայեն, թե ինչպես են բռունցքով ծեծում այս տղային, դպրոցական տղային եկեղեցում, Պատարակի ժամանակ, եւ որ գնան քվեարկելու, լավ հիշեն այդ պատկերները։ Այսպիսի բան անհնար է պատկերացնել որևէ երկրում։ Մանավանդ եւս մի երկրում, որի ղեկավարությունը սուտ խոստումներ է տալիս, որ մենք լինում ենք դառնալու ենք Եվրոպայի մաս։ Եվ ավարտելով ուզում եմ նորից կոչ անեմ, եթե դուք տղամարդ եք, եթե ձեր խոսքը մի կոպեկի արժեք ունի, կոչ եմ անում անմիջապես սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը։ Հենց այս շաբաթ ես կողմ եմ, ես կաջակցեմ։
Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, Շնորհակալ եմ։ սիրելի ընկերներ, Antifake եթերում ես զրուցեցի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչկյանի հետ, մնացեք Antifake-ի հետ, կհանդիպենք։